Հակակոռուպցիոն կոմիտեն արտաշատում ձերբակալել է ուժեղ Հայաստան կուսակցության 15 անդամների և համակիրների ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ իրավապահների կողմից որպես ընտրակաշառք որակվող գումարներն իրականում եղել են մեր ձևով ՀԿ-ի շրջանակներում վճարված աշխատավարձեր, ինչը չի կարող դիտարկվել քրեական տիրույթում։ Պաշտպանական կողմը նշում է, որ սա առավելագույնը կարող է համարվել աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, քանի որ փաստական հանգամանքներով արդեն հիմնավորված է դրանց աշխատավարձ լինելը։ Հիշեցնեմ, որ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան նահանջել է կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների մասին, շինծու և անհեթեթ որակելով առաջադրված մեղադրանքները։ Նա հայտնել է, որ այս գործիքակազմը կիրառվում է թիմին վախեցնելու և կուսակցության գրանցումը խափանելու նպատակով, սակայն նման ճնշումներն իրենց չեն կանգնեցնելու։ Աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Ըստ էության իրենք ԿՊԱ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը, նրանցից օրինակ Արթուր Հովհաննիսյանը Facebook-ում շատ ուղիղ գրել էր, թե որն է նպատակը, իրենք նպատակ ունեն իբրև թե հիմքեր ստեղծել, որպիսի փորձեն չգրանցել ուժեղ Հայաստանը, արդեն պարզ է, սա ուղիղ քաղաքական հետապնդում է եւ իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ նա հասկանում է, որ կորցնում է իշխանությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կենտրոն հեռուստաալիքի եթերում պատմել է Արցախի հայաթափումից հետո հայրենակիցների տեղավորման ուղղությամբ իրենց թիմի տարած ծանր աշխատանքի մասին։ Նա հիշատակել է հուզիչ դրվագներ նշելով, որ տաշիր հասած բազմաթիվ ընտանիքներում հայրերն ու պապիկները բացակայում էին, եւ մարդիկ իրենց հետ միայն նրանց լուսանկարներն էին բերում։ Քաղաքական գործիչը խիստ քննադատության է ենթարկել իշխանությանը, ներկայացնելով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագիրը, որով Արցախի դեմ ագրեսիայի օրերին պարգևավճարներ են հատկացվել պատգամավորներին։ Կարապետյանի խոսքով այն ժամանակ, երբ իրենք առանց քնի զբաղված էին սթրեսային աշխատանքով, իշխանական թիմը զբաղված էր սեփական եկամուտների ավելացմամբ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թրամփի ուղի նախագծի իրականացման գործընթացն արագացել է և կողմերը ցանկանում են այն կյանքի կոչել ավելի սեղմ ժամկետներում։ Ըստ գործադիրի ղեկավարի, ամերիկյան կողմի հետ արդեն քննարկել են էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նախատեսվածից ավելի շուտ սկսելու հնարավորությունները։ Փաշինյանն ընդգծել է, որ նախագիծը թե Հայաստանի, թե Միացյալ Նահանգների համար բացարձակ առաջնահերթություն է, ընդ որում դրանով շահագրգռված է նաև Ադրբեջանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամենաբարձր մակարդակով, բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ տրիպ նախագիծը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար եւ պիտի ասեմ, որ տրիպի հետ կապված process-ները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են եւ երկու կողմերն էլ, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը եւ ընդհանրապես ցանկացած բան, քանի որ process-ները հասունացած են, հասունանում են եւ անկասկած է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր հերթական փոդքասթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակներին, նշելով, որ Իրանը ցույց է տվել իր ուժն ու պատրաստակամությունը պայքարելու սեփական պետականության համար։ Նա քննադատել է գործող իշխանությունների քարոզարշավը, շեշտելով, որ դրանում բացակայում են բովանդակային քննարկումները։ Քոչարյանը նշել է, որ տրիպը լուրջ հարցականի տակ է։ Տրիպը շատ մեծ հարցականի տակ է եւ այս պատերազմը
շատ ավելի հարցեր առաջացրեց տրիպի նկատմամբ։ Թրիփներ մեխը, բայց Չկա։ Այդ մեխը ծռել է։ Մեղրիում կայացել է Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026 պուրակի հիմնարկեքի արարողությունը։ ԱՊՀ անդամ պետություններից Հայաստանի հարավային քաղաք ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները տնկել են կապույտ ծաղիկներով հայտնի Պավլովնիա տեսակի ծառեր, որոնք խորհրդանշում են համագործակցության մասնակիցների բարեկամությունն ու փոխգործակցությունը։ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվում է 2011 թվականից ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո։ Ծրագրի հիմնական նպատակներից է բացահայտել քաղաքների ներուժն ու հանրայնացնել դրանց մշակութային ժառանգությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ապրիլի 19-ին մեծ ավտոերթով կնշվի հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Մասնակցության համար քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն QR կոդի միջոցով եւ ներկայանան անձնական ավտոմեքենաներով։ Յուրաքանչյուր մեքենայում պարտադիր պետք է լինի առնվազն 1 ուղևոր ուղղորդող, որը կհետևի վարչապետի ուղիղ եթերին երթը համակարգելու համար։ Ծառայողական մեքենաների մասնակցությունն արգելվում է բացառությամբ հատուկ պաշտպանության տակ գտնվող անձանց սպասարկող տրանսպորտի։ Գյումրիում նախատեսված են մշակութային այցելություններ եւ զբոսանք, իսկ ժամը 17-ին Վարդանանց հրապարակում կկայանա համերգ վարչաբենդի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի պետական մաքսային կոմիտեի տվյալով այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ ներմուծել է ապրանքներ Հայաստանից, ընդհանուր $960 չափով։ Թե ինչ հայկական ապրանք է արտահանվել չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ ապրանքատեսակի փորձնական խմբաքանակ է մատակարարվել պահանջարկի ուսումնասիրության նպատակով։ Միաժամանակ նշվում է, որ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել $5,757,000 արտադրանք, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.1%-ը։ Հավելենք, որ Ադրբեջանից Հայաստան արտահանումը հիմնականում կապված է նավթամթերքների մատակարարումների հետ, որոնք սկսվել են 2025 թվականի վերջից, հիմնականում Վրաստանի տարածքով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Վեհաժողովի շրջանակում խորհրդարանի ղեկավարը կարճատև շփումներ եւ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Մասնավորապես տարածված լուսանկարները փաստում են, որ Ալեն Սիմոնյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Հատկանշական է, որ ավելի վաղ Սիմոնյանը կանխատեսել էր Մատվիենկոյի հետ հնարավոր հանդիպումը հենց Ստամբուլյան վեհաժողովի ընթացքում։ Թուրքիայում Շանլուուրֆա եւ Քահրամանմարաշ դպրոցներում զինված հարձակումներից հետո երկրով մեկ ուսուցիչները գործադուլ են հայտարարել եւ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Ուսուցիչները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը, պնդելով, որ դպրոցները անբավարար են պաշտպանված։ Նրանք պնդում են, որ հարձակման մեջ կասկածվողը նախկինում սպառնալիքներ էր հայտարարել սոցիալական ցանցերում, սակայն դրանք իրավապահ մարմիններն անտեսել են։ Կրթության նախարարության դիմաց բախումներ են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջև, կան ձերբակալվածների։ Իշխանությունները բերման են ենթարկել նաև այդ դեպքերի համար կառավարության հասցեին քննադատական գրառումներ անողներին, որոնց թիվն անցնում է 60-ից։ Խոշորացույցի տակ է եւս 600 հոգու գրառում։ Հիշեցնեմ, անցած 2 օրերում Թուրքիայում դպրոցների վրա տեղի է ունեցել 2 զինված հարձակում։ Ապրիլի 14-ին երբեմնի հայկական Եդեսիայի ներկայիս Շանլուուրֆայի դպրոցներից մեկում նախկին աշակերտի կրակոցներից վիրավորվել է 16 մարդ։ Հարձակվողն ինքնասպան է եղել։ Իսկ նախկին Մարաշ, այժմ Քահրամանմարաշ քաղաքի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի բացած կրակից սպանվել են 1 ուսուցիչ եւ 8 աշակերտ, 20 հոգի վիրավորվել է։ Այս պահին ցույցերն ու երթերն ընդգրկել են Թուրքիայի 81 նահանգ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը հայ գերիների վերաբերյալ կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու պահանջով։ Չնայած Բաքվի հավաստիացումներին, թե գործընթացներն ընթանում են թափանցիկ, դատարանը վերահաստատել է Ադրբեջանի պարտավորությունը շարունակելու հաշվետվություններ ներկայացնել կալանավորվածների պահման պայմանների եւ առողջական վիճակի մասին։ Ըստ որոշման պետք է տրամադրվեն գերիների վերջին բժշկական քարտերը, իրականացված հետազոտությունների եւ բուժման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Միեդը նաև պարտավորեցրել է ներկայացնել հայ գերիների դեմ կայացված դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը, ներառյալ դատավորների կողմից բերված փաստացի հիմնավորումները։ Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 31-ը։
Լոռու մարզի զգալի հատվածում 24 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը Նովոսելցովո Վանաձոր մայրուղային ջրատարի վթարի պատճառով։ Ըստ Վիոլիա ջուր ընկերության 1000 մմ-անոց խողովակը վնասվել է ավտոմեքենայի հարվածից, ինչի հետևանքով Վանաձոր քաղաքում եւ հարակից 12 գյուղերում ջուր չի լինի մինչեւ ապրիլի 17-ի ժամը 12-ը։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նաեւ Արագածոտնի մարզում։ Երեկ երեկոյան 18:25-ի սահմանում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ BMW մակնիշների մեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջվել, հայտնվելով դաշտում։ Վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բուժկենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Գրեթե նույն ժամին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կիլոմետր հատվածում բախվել են Մոսկվիչ եւ Գազել մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գազելի 12 ուղևորներին շտապօգնության բժիշկները տեղում են առաջին օգնությունը ցուցաբերել։ Ապրիլի 15-ին Բուշեր ատոմակայանի անձնակազմի տարհանման հերթական փուլի ընթացքում Իրանից Նուրդու Զագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած եւս 94 Ռուսաստանի քաղաքացիներ մեկնել են հայրենիք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ մեկտեղ տարհանվել են նաեւ Բելարուսի քաղաքացիներ։